Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում երկկողմ հանդիպում կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, այս մասին հայտնել է Դմիտրի Պեսկովը։ Վարչապետ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, նախ տեղի է ունեցել նեղ, ապա ընդլայնված կազմերով նիստը։ Կառավարությունը հաղորդագրություն է տարածել հայտնելով սոցիալական մեդիայում, մասնավորապես TikTok-ի նորաստեղծ էջերի միջոցով տարածվում է կեղծ տեղեկություն այն մասին, թե իբր կառավարությունը քաղաքացիներին գումար է բաժանում, տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Իգդիրի ամենահին եւ հայտնի տեղական թերթերից մեկը գրում է, որ հայ-թուրքական սահմանին գտնվող Ալիջան մարգարեանցակետում սկսվել են անցակետի բացման նախապատրաստական աշխատանքները։ Նշվում է սահմանի հնարավոր բացման կարևորությունը տարածաշրջանային առևտրի եւ հարաբերությունների համար։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ինքը եւ Բելարուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն միշտ քննարկելու բան ունեն։ Նա այս մասին հայտարարել է Բելարուսի նախագահի հետ հանդիպման ժամանակ։ Աստոն Վիլան Պրեմիեր լիգայի շրջանակում 2-1 հաշվով հաղթելով Մանչեսթեր Յունայթեդին տարել էր իր 10-րդ անընդմեջ հաղթանակը առաջնությունում։ Սա առաջին դեպքն է 1914 թվականից ի վեր, երբ Վիլան հաղթել է բարձրագույն դիվիզիոնի 10 անընդմեջ խաղերում։